Ողջույն սիրելիներս, այսօր մենք պետք է պատրաստենք կարմիր տակտեղից աջիկա, այնպիսի աջիկա, որ պատրաստում են հայերը, հիմնականում հայկական աջիկա կարող ենք անվանել այսօրվա պատրաստված ձևին։ Ինձ մոտ կա 5 կիլոգրամ կարմիր տակտեղ և կծուն եմ վերցրել, այսպես կծուները, խնդրեմ, և այսպես քաղցրերը, որորը միասին 5 կիլոգրամի, և սա հիմա ես պետք է լավ լվանամ, սերմերից ազատեմ, կտրատեմ և մսաղացով անցկացնեմ։ Խնդրեմ նայեք սիրելիներս, այստեղ ես ունեմ 2.5 կիլոգրամ լոլիկ, խնդիր չի, լինի 2 կիլոգրամ, 2 կիլոգրամ 300 գրամ, կապ չունի, ինձ մոտ 2.5 է, լոլիկների այդ ոչուկները հեռացրել եմ, և սա պետք է քերիչով անցկացնեմ։ Ահա նաև տեսեք ինչպես եմ քերում ես սիրելիներս։ Շատ հանգիստ, շատ հեշտ, տաք ջուր չեմ լցնում վրան, ոչ մի բան, հենց այսպես կեղևազրկում եմ ես լոլիկը, խնդրեմ, տեսնում եք, մնաց մաքուր կեղևը, այսպես։ 2.5 կիլոգրամ լոլիկը կեղևազրկեցի, քերիչով քերեցի, փոքրիկ առանցին կաթսայով դրել եմ եփվի ինքը։ Ես հիմա արդեն կզբաղվեմ բիբարով։ Մենք 5 կիլոգրամ կարմիր պղպեղը։ Սա պետք է իմ լստեմ մեծ կաթսայի մեջ և դնեմ կրակի վրա, որպեսզի եփվի։ Ես նորից կրկին ձեզ ուզում եմ հորդորել սիրելիներս, բիբարները մաքրելուց հետո այս պոչուկները դեն մի նետեք, սա փռեք սկուտերի մեջ, թող չորանա և պահեք, չորանալուց հետո այս սերմերը թափվում են, մնում է պոչը միայն, ձմռանը ցանկացած պարզ ապուրի մեջ, եթե այսքան պոչուկ գցում եք, ամբողջ ապուրը գարնանային համեմունքով ու բուրմունքով է լցվում, շատ լավ է, փորձեք, անպատճառ դեն չնետեք։ Ահա տեսեք ինչպես է եղոտում լոլիկը, որ դրել եմ կրակին, դրած լոլիկը։ 2.5 կիլոգրամ, դրա մեջ պետք է լցնեմ ես 3 ճաշի գդալ, խնդրեմ, բայց սա փոքր է, կլցնեմ 3.5, քանի որ այս ճաշի գդալը մի քիչ փոքր է։ 2, 3, սա էլ փորձենք, թող լինի իմ կեսով։ Հիմա պետք է լցնեմ շաքարավազը։ Լոլիկը և կարմիր բիբարը շատ եմ սիրում շաքարավազ։ Հիմա այստեղ ես կլցնեմ 200 գրամ շաքարավազ։ Սա այսպիսի հատուկ չափ է, 100 գրամ այստեղ։ Սա 1։ Ահա։ Հիմա սրանք իրար հետ կխառնվեն։ Մենք կշարունակենք։ Ահա այստեղ լցնում եմ 200 միլիգրամ խնձորի քացախ։ Խնձորի քացախը ես եմ պատրաստել, հաջորդ անգամ որպես բոնուս ձեզ ցույց կտամ բաղադրատոմսը, կբացատրեմ և կնկարահանեմ, այսպես խնձորի քացախ։ Պետք է լցնեմ այստեղ 400 միլիգրամ ձետ, հիմա սա 200-ն է, նայեք։ Սա էլ մյուս 200-ն է։ Եվ մնաց հիմա սրա մեջ պետք է ավելացնեմ կես կիլոգրամ տոմատի մածուկ, որը գնել եմ խանութից։ Ահա տեսեք, ավելացնում եմ կես կիլոգրամ տոմատի մածուկ, հենց միանգամից սոուսի մեջ։ Ջուր չեմ լցնում։ Ահա տեսեք, մի ճաշի գտալ չամանը լցրել եմ, նաև լցնում եմ երկրորդ ճաշի գտալ չամանը։ Իսկ հիմա կլցնեմ։ Ճիշտ է, կարմիր բիբարը ամբողջությամբ աջիկայինը, բայց ես լցնում եմ 100 գրամ աղացած կարմիր տակտեղ։ Կծունն ու քաղցրը իրար հետ եմ խառնել։ Սա գույնի համար լրիվ ուրիշ գույն է տալիս ու շատ ճիշտ է։ Հավատացեք իմ փորձին։ Պատրաստում, որ դա շատ կարևոր բան է աջիկայի համար, ամենակարևոր
համն ու հոտը տվողը սոուսն է։ Թե չէ հասկացան բիբարը աղանք ու եփենք մենակ դրանով ոչինչ դուրս գա։ Ամեն մի կերակուր ունի իր գաղտնիքը, որը հենց սոուսից է գալիս։ Սրա գաղտնիքն էլ այս սոուսն է։ Ահա տեսեք, ինչպես են եռում։ Սա սոուսն է, դա անդաղ կրակի վրա եփվում է։ Սա էլ արդեն բիբարը, ինքը պետք է շատ լավ եփվի, որ հետո սոուսը խառնեմ իրար։ Մնացել է միայն սխտոր լցնեմ։ Գիտեք, իմ սիրելիներս, շատ շատերը այսպես աջիկայի մեջ մանադանոս են լցնում։ Բայց ես չեմ սիրում, մի տեսակ սևացնում է, ինձ դուր չի գալիս, ես առանց կանաչի եմ անում, որովհետև դե ապրում ենք մենք այնպիսի կլիմայական պայմաններում, որ ամբողջ ձմռան էլ մենք թարմ կանաչի ենք օգտագործում, այնպես որ վիտամինի պակաս չունենք։ Դեն տեսեք, ինչպես են եռում, արդեն պատրաստ են, ժամանակն է, որպեսզի ես խառնեմ իրար հետ, միաձուլի, այստեղ բիբարը արդեն ոնց որ պետք նա եփվում է, հիմա ես սա սոուսը կլցնեմ նրա վրա։ Խնդրեմ, նայեք տեսեք թանդրությունը ինչպիսին է։ Ճիշտ ժամանակն է, որպեսզի ես սխտորը լցնեմ մեջը։ Հարգելիներս, ես ունեմ այստեղ մեկ գլուխ սխտորից մի քիչ շատ գլուխ ու կես սխտոր, որ պետք է անցկացնեմ քերիչով։ Սխտորը լցնելուց հետո ընդամենը 15 րոպե կեփվի, 15 րոպե հետո կլցնեմ բանկաները, որը նախորդ լավ լվացել եմ, ախտահանել եմ, կափարիչներն էլ եռացրել եմ եւ այդպես կլցնեմ եւ միանգամից կզակատեմ։ Ահա խնդրեմ նայեք, իսկ ժամանակն է, որպեսզի ես բանկաների մեջ լցնեմ։ Շատ լավ է, արդեն էլ հնարավոր չէ այնպես է ցայտում, որ խնդրեմ, ավարտեցի։ Նայեք տեսեք, գույնը, հայելը։ Դե բուրմունքի մասին էլ չխոսեմ։ Իսկ բուրմունքի համար պետք է պատրաստեք եւ կզգաք, թե ինչ բուրմունք է։ Սա դեռ տաք վիճակում է, եթե սար չի ավելի է թանձրանալու։ Ստացվեց 8 կիլոգրամանոց բանկան, իսկ այստեղ կես կիլոգրամանոցից հաստատ շատ է, մոտավորապես 700 գրամ։ Այսինքն մենք կարող ենք ստանալ մաքուր 9 եւ մի փոքր ավելի կես կիլոանոց բանկայով։ Շատ համեղ է, շատ։ Հաստատ փորձեք, շատ կհավանեք։ Ահա, իսկ հիմա ես ինչպես միշտ պետք է անպատճառ, որը ես շատ եմ կարևորում, շատ եմ կարևորում, ծածկելը, տաք շորով ծածկելը, որպեսզի համաչափ սար չի։ Դա ինձ համար ամենից կարևոր բանն է։ Ահա, այսպես փակեցինք, առավոտյան բաց կանենք եւ այս մեր հայկական աջիկան, այսինքն հայկական ասելով այս տիպի աջիկան պատրաստում են հայերը։ Մենք հայերս պատրաստում ենք, շատ տարբեր ձևի ենք պատրաստում։ Նաև սա ու ինձ թվում է ես պետք է անվանեմ սա հայկական աջիկա։ Փորձեք, շատ համեղ է։ Եթե հավանեք, ուրեմն լայքեք եւ զանգակին թղկացրեք։ Կհանդիպենք։